Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շատ լավ լուր ունեմ հայտնելու։ Կհիշեք, այդպիսի ընկերություն կար, Sanitec, որը զբաղվում էր Երևանի աղբանությամբ եւ ձնմաքրմամբ։ Երևի թե լավ եք հիշում, որ այս ընկերությունը ամբողջությամբ տապալել էր իր բոլոր աշխատանքները։ Բայց հետաքրքիր ինչն է, որ հերիք չի տապալել էր, հələ մի հատ էլ մեզ դատի էր տվել, մոտ 40 միլիոն դոլար էր պահանջում միայն նրա համար, իբրև թե մենք սխալ կերպով ենք խզել այս պայմանագրերը։ Բայց 5 տարվա դատական process-ի արդյունքում միջազգային արբիտրաժային դատարանը վճռեց, որ մեր բոլոր գործողությունները իրավաչափ էին։ Եվ այստեղ փոքրիկ մեջբերում եմ ուզում անել, ուրեմն տրիբունալը արդարացված է համարել Երևանի քաղաքապետարանի որոշումը պաշտպանելու իր քաղաքացիների բարեկեցությունը եւ անվտանգությունը։ Մի խոսքով Հայաստանի Հանրապետությունը լիակատար հաղթանակ է տարել։ Եվ այստեղ ժպիտով եմ հիշում բոլոր այն քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի ցանկությունը, հա, իմիջիալոց նրանցից շատերը այսօր մասնակցում են ընտրություններին, իրենց ցանկությունը, որպեսզի մենք պարտվենք դատը եւ չկարողանանք ստեղծենք եւ կայացնենք աղբանության համայնքային հիմնարկը։ Միայն նրա համար, որպեսզի ասեն Հայկ Մարությանը տապալեց իր գործունեությունը։ Բայց ի դժբախտություն իրանց եւ ի ուրախություն բոլորիս ուզում եմ ասել, որ եւ դատը հաղթեցինք եւ հիմնարկը կայացրեցինք, որը մինչ օրս ծառայում է երևանցիներին։ Շնորհակալություն եմ հայտնում միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետության իրավական ներկայացուցիչներին, որոնց հետ միասին եղել ենք Վաշինգտոնում պաշտպանելու Հայաստանի շահերը։ Նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ամբողջ թիմին, մասնավորապես իրավաբաններին։ Իսկ ամենամեծ շնորհակալությունը հայտնում եմ մեր համակարգացիներին, ովքեր վստահեցին մեզ, համբերեցին, մինչև մենք կարողանանք լուծել այս բոլոր խնդիրները։ Սիրելի ժողովուրդ, վստահեցնում եմ ձեզ, միասին դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ եւ լավ եղեք։